Կներեք, բայց ես մի րոպե, ներողություն եմ, սա իմ ասուլիսն է, ես կխնդրեմ այստեղ հակադարձ հարցաքննության չվերածել, եթե պարոն Բաղարյանին հարց կունենաք, ձեր իրավունքների շրջանակներում հարցում կուղարկեք պարոն Բաղարյանին ու պատասխանի պարոն Բաղարյանը։ Այս պահին ինձ հարցը խնդրեմ ուղղեք։ Դուք ցույցում տվել եք պարոն Բաղարյանին աշխատանքից հեռացնել Ժիրիվ Ղազարյանին, Էդգարդ Ղազարյանի քրոջը։ Ուրեմն արդեն 2 տարի է Դեղերի փորձագիտական կենտրոնը մինչ այդ հանդիսանալով փակ բաժնետիրական ընկերություն ուներ լրիվ այլ կառուցակարգ, կազմված էր 2 առանձին հատվածներից, լաբորատոր առանձին ստորաբաժանում եւ այլն եւ այլն։ Մենք այս ընթացքում շատ երկար կառուցվածքային փոփոխություններով ենք անցել։ Դեղերի փորձագիտական կենտրոնը ՓԲ-ից վերածվել է ՊՕԱԿ-ի, փոխվել է ամբողջ հաստիքացուցակն ու կառուցվածքը, սրա հիման վրա ազատվել են աշխատանքից մի շարք աշխատակիցներ եւ այս աշխատանքները կառուցվածքի փոփոխության, հաստիքների վերանայման եւ ընդհանուր առմամբ մեր կենտրոնում նոր կադրային քաղաքականություն վարելու շարունակական է, սկսվել է 2 տարի առաջ եւ շարունակվելու է հաջորդի։ Տիկին Ղազարյանը այլ կարծիք ունի իր աշխատանքային իրավունքների մասում, մենք ապրում ենք իրավական պետությունում, կարող է գնալ դատարան, մենք հետ կվիճարկենք հակառակը։ Հաջորդի, հենց ես դա եմ ասում, մենք ապրում ենք իրավական պետության մեջ եւ շատ իհարկե կարող է ձեզ համար զարմացնում է, որ նաև պետությունն է պարտվում դատարանում, այլ լինում է, սա իրավական գործընթաց է, ի վերջո մենք էլ պարտադրված ենք դատարանի կողմից կայացած վճիռներով, մենք մեր տեսակետը կներկայացնենք, եթե գնա դատարան, իր տեսակետը կներկայացնի դատարանը կորոշի, թե իրավական առումով ով է ճիշտ, ով ճիշտ չէ կամ ինչ որ որոշի։ Հաջորդի, սա մեր քաղաքականությունն է։ Եթե Տիկին Ղազարյանի կամ որևէ մեկ այլ անձի քաղաքական հայացքների հետ կապված ես կադրային քաղաքականություն որոշեի, այդ որոշումը 5 տարի չէր հետաձգի եւ կիրականացնել 5 տարի առաջ, 4 տարի առաջ, 3 տարի առաջ, 2 տարի առաջ, 1 տարի առաջ եւ այլն եւ այլն։ Կխնդրեմ անիմաստ մանիպուլյացիաներ եւ իրականության աղավաղում չանել։ Սա պարզ գործընթաց է։ Հարց եմ ուղղում, իսկ ինչի նախորդի ազատվածների մասին չեք բարձրաձայնում։ Նրանք մարդ չէին, այսինքն միայն Տիկին Ղազարյանն է, որ աշխատել է փորձագիտական կենտրոնում եւ երբևէ աշխատանքից ազատվել է։ Անհասկանալի է։ Դուք հունվարին հաստիքացուցակ եք հաստատել այս կենտրոնի, որտեղ 2 փոխություններ են սահմանված։ Հիմա դուք խոսում եք ռեֆորմների մասին, որոնք երկու տարի եկում են, բայց փաստ է, որ հունվարին սահմանված հաստիքացուցակով այս կենտրոնը ունեցել է 2 փոխություններ։ Եվ ինչն էր ինձ խանգարում դեկտեմբերին որոշել Տիկին Ղազարյանի քաղաքական հայացքներից ելնելով սահմանել այլ հաստիքացուցակ։ Ինչով է ես քաշքանդված եւ եթե դուք դրա հետ եք կապում, բացարձակ ձեր արգումենտը ուժ չունի։ Ես արդեն տեղյակ եք, վերացվածն է կապում։ Կապում եք, թե չի կապում, դա արդեն իսկ Եթե լրացուցիչների Սանա ջան, ես մանիպուլյացիայի մեղադրանքը լրագրողին ուղղված չէ, դուք հարց եք բարձրացնում, ես էլ ձեր հարցին ի պատասխան Հարցը պատճառով, որ չի հիմնավորվել, այսինքն մարդու համար, որը 30 տարի աշխատել այս կենտրոնում եւ նրա հետ աշխատած բոլոր ընկերությունները, որոնք որ գործ են ունեցել դրա հետ, համարում են, որ այս կենտրոնում նա բացառիկ պրոֆեսիոնալ է։ Դուք հրավիրեք կենտրոն աշխատելու ժողովուրդ ջան։ Ես փոխանցում եմ այն, ինչ ասել եմ։ Եվ քանի որ դուք էլ չեք հիմնավորել, դրա համար հարցը պարբերաբար ծախում է։ Ուրեմն ես հիմնավորեցի, իմ պատասխանը, եթե ձեզ կամ ինչ-որ մեկին չի բավարարում, դա արդեն իրենց խնդիրն է։ Հայաստանի Հանրապետության մի գործատու դեղերի փորձագիտական կենտրոնն է, մի գործատու էլ այլ անձինք են, եւ կարող են ազատ հրավիրել իրենց մոտ աշխատանք։ Ես պատասխանեցի ձեր հարցին։ ավարտում Ես ձեր գնահատականների հետ համաձայն չեմ, ես հարցի պատասխանեցի։ Ցուցումը ձեր կողմից է հնչել, լրագրողը հարցրեց, որ ձեր ցուցումը դուք չարձագանքեցիք։ Հասկանանք ի վերջո նախարարի ցուցումը ազատվել Տիկին Ղազարյանը, թե նախարարի ցուցումը չի ազատվել։ Նախարարը
կադրային քաղաքականությունը իրականացնում եք իր լիազորությունների շրջանակներում, ես ձեզ բերեցի մանրամասն հիմնավորումներ, հավելյալ ասելով բան չունեմ։ Դե դիմեք կհասկանաք։ Գրավոր հարց եմ Ուզում եք 13 անգամ կրկնեք հարգելիս։ Ու 14, 44, 64 չի կարելի։ Ես պատասխանեցի։ Շնորհակալություն եւ վերջին հարցակիրն